Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ողջ եւ առողջ եք։ Նահատակներու թափած արյունը նոր սերմ եղավ քրիստոնեական եկեղեցու համար։ Անոնք նահատակվեցան, սակայն անոնց նահատակության արյունով եւ հավատքով նոր հավատացյալներ մեջտեղ եկան։ Սուրբ Տեր Դուղյանոսի խոսքն է այս խոսքը սիրելիներ։ Երեք փառավոր գերբով հիշադակեցինք Սրբոց Հռիփսիմյանց գույսերու հիշադակը։ Այսօր հիշադակենք Հռիփսիմյանց այդ գույսերու գլխավորին, գլխավոր մոր Սրբուի Գայանեի եւ իր հետ նահատակված գույսերու նահատակության օրը։ Ինչպես որ երեք ցեզի ընթերցեցի վարք Սրբոցեն Սրբուի Հռիփսիմեի եւ մյուս գույսերու վարքն ու նահատակությունը, այսօր սիրելիներ դարձյալ վարք Սրբոցեն պիտի ընթերցեմ Սրբոց Գայանյանց գույսերու նահատակության պատմությունը։ Գադարումն Սուրբ Գայանյանց, Սրբոց Գայանյանց։ Սրբոց Հռիփսիմյանց սպանման հաջորդ օրը Տահջաբեդը ներկայացավ թագավորին եւ հրաման արավ սպանելու Սրբուի Գայանեն, որ երկու ընկերներով բահված էր բալադին մեջ։ Թագավորը երբ լսեց, թե գուսաններեն ոմանք դագավին գենթանի են եւ Հռիփսիմեի հանդեպ իր սերեն ապշած, գարձեց, թե դագավին անալ ողջ է։ Ասոր համար, չհիշելով իր հրամանը, մեծ ավակության բարգև կխոստանար անոր, որ պիտի գարենար փոխել աղջկան միտքը իր քովը քալու։ Դրտա թագավորը հիացած էր Հռիփսիմեով, ինչպես տեսանք, հետևաբար գարձեց, որ դագավին ողջ է եւ մեծ բարգևներ խոստացավ այն մարդուն, որ գահամոզե գրնա համոզել Հռիփսիմեն, որ իրեն թարնա, իր հետ ամուսնա։ Արդեն մինչ այդ Հռիփսիմեն նահատակված էր։ Այն ադեն Տահջաբեդը ասավ. նույն ցևով պիտի գործվին քու բոլոր թշնամիներդ արքա, որ գամարցագին անարգել աստվածները եւ ծեր թագավորության հրամանները, բայց ողջ է դագավին այն գախարտը եւ անոր երկու ընկերները, որ բաժար եղավ չկնակերին գորստյան։ Եվ թագավորը լսեց, թե մեռած է Հռիփսիմեն, դարձյալ դխրություն պատեցինք, եւ գեդին նստելով սկսավ լալ եւ սուկ բռնել։ Ապա թարնացած սրդով հրաման տվավ, որ Սուրբ Գայանեն չարչարանքներով մերցնեն։ Նախ լեզուն ձոծրագեն հանել եւ ապա սպանել, որովհետեւ համարցագեցավ գսեր իր վնասագար խրատներով գործընծնել այն, որ մարդոց մեջ աստվածներու գեղեցկություն ուներ։ Անոր խրատը աստվածները անշնորհք դարձուց, անոնք որ այդ գեղեցկությունը շնորհած էին անոր։ Ահա թե ինչու պետք է զայն չարչարալից սպանել, որքան անխիղճ գերբով ուզեց, որ սպաննվի Գայանե մայրը։ Եվ Տահջաբեդը բարձենալով Գայանյանները շղթայակապ փանդեն հանեց եւ դարավ ջահջախուտ դերմը, ուր գմերցնեին մահաբարտները, եւ ամեն մեկուն համար 4-ական ցիցեր դնգեցին, եւ այն ադեն Սրբուհի Գայանե սկսավ աղոթել. Քոություն քեզի դեր, որ մեզ արժանի ըրին մեռնելու քու սուրբ անունիդ համար, եւ հաղորդագից ըրին մեզ Հռիփսիմեին եւ անոր ընկերներուն։ Արդ հիշե մեզ դեր, որ քու սուրբ անվանդ համար կմեռնինք զորհանաբազ։ Թուն շնորհե մեզի քո հաղթությունդ եւ չարը իր կորձագիցներով միասին թող նսեմանա քու փարքիդ ահեն։ Ապա բադրեցին անոնց հանդերձները եւ առանցին բրգեցին զանոնք 4 ցիցերուն։ Եվ ոչխարներու նման անոնց բջեղները ձագելով փողեր թրին եւ փչելով ուրեցուցին եւ ողջ մորթեցին զանոնք ոչխարներու նման վարեն վեր մինչև ըստինքները։ Եվ ձոծրակները ձագելով անգեհանեցին լեզուները եւ սուր քարերով անոնց աղիքները դուրս տապեցին փորերեն։ Եվ որովհետեւ դագավին ողջ մնացած էին, անոնց գլուխները գդրեցին սուրով։ Ինչ թաժան մահ։ Եվ այսպես սկանչելի համբերությամբ նահատակվեցան նաեւ Սուրբ Գայանյանները Սուրբ Հռիփսիմյաններեն հետո։ Այս կուսաններու գադարումը դեղի ունեցավ Դրտադի թագավորության 11-րդ տարին, Թեոդիանոսի գայսրության 18-րդ տարին, այն է 301 թվականին։
Սուրբ Հռիփսիմե նահատակվեցավ իր տասին հետ 33 ընկերագիծներով, իսկ Սուրբ Գայանե 37 ընկերներով։ Իսկ թե ինչ ձևով 6 օր հետո Աստվածասաստ Բադուհաստ հասավ դրտաթակավորին վրա, մինչև Այսահարիլը, մինչև Թիվահարվիլը, եւ խոզագերբ կստմնելի վիճակին փոխվիլը, եւ իրեն հետ շադերունալ թիվափախ մոլեկնիլը, եւ թե ինչպես այլ 3 օրերը հետո Սուրբ Գրիգորը վիրաբեն ելելով ամփոփեց սրբույներու նշխարները, բժշկեց հարվածյալ թակավորը, լուսավորեց Հայաստան աշխարհը եւ 3 վգայրաններ շինեց Հռիփսիմյանց, Գայանյանց եւ այն մենավորին, որ հնցանի մեջ սպանվեցավ Էջմիածնի եկեղեցիով միասին։ Բավականանք միայն հիշելով, թե Սուրբ Գուսաններու մարմինները 9 օր անթաղ մնացին, անաբական եւ անուշահոտ, եւ քազանները եւ թրջունները չմերցեցան անոնց, մինչեւ որ Սուրբ Գրիգորի ցերկով 3 դաբաններու մեջ ամփոփվեցան եւ գնքվեցան Արքունի մադանիով։ Իսկ երբ Սուրբ Գրիգորը քահանայացավ, նաեւ անոր հայրաբեդական գնիկովը։ Մեկ տար հետո դաբաններուն դեղը աներևութացավ եւ Սուրբ Սահակ Բարտեւ աղոթքով վերստին կդավ զանոնք եւ իր մադանիով գնքելեն հետո թրավ նույն վգայրանին մեջ։ 2 տար հետո, երբ դարձյալ անհետացան, Գոմիդաս Կաթողիկոս վերստին փորել դվավ եւ գտնելով նորոգեց վգայրանը ավելի փառավոր շինությամբ, նշխարները հոն դեղավորեց եւ իր գնիկով գնքեց։ Եվ դաջարի նավագադիկին արդի վսավ այն բանձալի շարագանը, որ այփուփենական շարքով կսկսի անցինք նվիրյալք։ Այս շարագանը սիրելներ Գոմիդաս Կաթողիկոսը որ գրած է, այփենքիմի գարկով է 36 տուները փաղկացած։ Ու նաեւ այն քարոզը Զոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սավ իբադիվ Սրբոց Հռիփսիմյանց Աստված մեծ հզոր եւ փառավորյալ, որ միշտ Հռիփսիմյանց եւ Գայանյանց դոնին օրը գերկվի մեր եկեղեցներու մեջ։ Իսկ ժամանակ մեդո հայրաբետներեն ոմանք բացին Սուրբ գույսերու դաբանները եւ փաշխեցին մասը անոնց ոսկորներեն, իսկ ուրիշներ ձաձուկ երբով արին անոնց մասը, ուստի անոնց նշխարները սփռված են շատ տեղեր։ Բարձաբես Սկանչանալ պետք է փրկին ամփավ մարտասիրության վրա, որ իր անկնին դեշչությամբ եւ վերին իմաստությամբ, որ Սուրբ Գուսաններուն հեղած արյունով եւ անոնց բարեխոսությամբ Հայաստան աշխարհին բարգեւեց հրաշալի լուսավորություն, ինչպես որ ինքը մեր երանելի Սուրբ Լուսավորիչը հաստատեց դրտադի եւ համայն հայ ժողովրդին դված քարոզությամբ։ Խորենացին եւս հետեւյալ գերբով կփագե Հռիփսիմյանց բացությունը։ Արդ ով պիտի բացմե դիրոջ զորությունը եւ սկանչելիքները, որ իր ողորմությամբ մեզի կերազանց լույս մծակեցավ արեմուտքեն Հայաստանի համար, մանավանդ գիներու կողմե, որոնց ցերկով մեղքը աշխարհ մտավ։ Վասնզի ամեն ինչ կարելի է անոր եւ դգարություն չի ճանչնար, խոսք Աստծո մասին է, որոնց ցերկով ցակեցավ մեզի արեկագը բարձունքներեն լուսավորելով մեզ Աստվածգիտության լույսով։ Ամեն։ Ահաբասիկ սիրելներ, այսպիսի նահատակություն ունեցան Գայանյանց, որոնք սրբությամբ ապրեցան եւ իրենց թափած արյունը ծաղկեցավ Հայաստանի մեջ եւ մենք սիրելիներ նոր ծաղկում ունեցանք հավատքի։ Գշնավորեմ բոլոր անոնք, որոնք Գայանե անունը կգրեն, թող սրբուի Գայանեի նման ապրին հավատքով եւ սիրելիներ թարնան իրենց շրջապատի մեջ լույս։ Անոնք, որոնք հայրենիքի մեջ կապրին, անպայմանորեն պետք է այցելեն Սուրբ Գայանեի վանքը եկեղեցին եւ իջնեն ավանդադունեն թեպի Սուրբ Գայանեի քերեզմանը, աղոթք փարսացնեն, շնորհակալություն հայտնեն անոնց քաչարի հավատքին համար, որովհետեւ Աստված օգտագործեց այս ռոմիացի գույսերը, որբեսի մեր հավատքը ծաղկի Հայաստանի մեջ եւ դառնանք աշխարհի մեջ առաջին ազգը, որ քրիստոնեությունը pedagogan ընդունեց որպես իրեն պաշտոնական գրոն։ Լույս անոնց շիրմին եւ անոնքալ բարեխոս թողլան մեր ազգի զավակներուն համար այս դժվարին օրերուն, որբեսի մենք գրգին անգամ սիրելներ լույսով լեցվինք եւ դառնանք մեր հավատքին, որբեսի Քրիստոսի սերը, ներկայությունը, ուրախությունը մեր հոգիները լեցնե։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։